Հետևորդներ, եկել ենք պոմիդորի ջերմոց, ուզում եմ ձեզ ցույց տալ, ինչպես են պեչաները պոկում։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Կպատմես մեզ, ինչպես են պեչաները պոկում, օրվա որ եղանակին է ավելի լավ պոկել։ Օրվա առավոտվա եղանակին է լավ պոկել արևոտ ժամանակ։ Էսի ուղղակի հիմի որ դուք նկարում եք, դա խաթեր եմ ես ցույց տալիս։ Բեչան ճյուղը փաթաթում ենք, նոր բեչան կտրում ենք։ Եթե հանկարծ մայր շիվը կտրվի, կարող ենք հաջորդը թողել իր տեղը։ Հա, այսինքն բեչան արդեն կարելի է թողել որպես մայր շիվ։ Հա, մայր շիվի շարունակությունը։ Հասկանալի։ Մենք ծաղիկները փոշոտում ենք տժիկով։ Դեղով չենք փոշոտել, նայեք։ Հա, ինձ հարցնում էին, եթե մայր շիվը ներքևի հատվածում մի փոքր լավ չի աճում, կարող ենք բեչան թողնել որպես մայր շիվ։ Կարող եք, խնդիր չի։ Իսկ այդ դեպքում բեչան եթե թողնում ենք, ինքը մոտավորապես ինչ հեռավորությամբ, եթե օրինակ հիմա երկու ճյուղով են ուզում աճեցնել 60 սանտիմետր։ 60 սանտիմետրը միջին չափ է, հա։ Երկու ճյուղով հանելու համար 60 սանտիմետրը նորմալ է։ Շատ լավ։ Մեր պամիդորը 55 ենք դրել։ Քիչ հեռու է, բայց էս էլ լավ է, բաց չէ։ Որտեւ ինքը խոնավ ժամանակները ցույց են ժամանակ որ խոնավ է անբա, այդ ժամանակի համար դա ինքը ինչքան ազատ լինի տեղ այնքան լավ կշնչի, հիվանդությունը քիչ կլինի։ Իսկ ներքևի հատվածում տեսնում եմ, որ դեռ տերևները չեք պոկել։ Ժամանակը չի հերիկել, չեք պոկել, թե դեռ տերևը պոկելու ժամանակը չի։ Պոկելու ժամանակը չէ, բերքը երբ որ կարմրում է, ապրում ենք հեսև կարմրած բերքը, նրանից հետո այն խոշորների համար եթե շատ խիտ է, այս ծերերից կդրտնենք։ Որ հատվածից 1 րոպե։ Այս հատվածից, ասենք, էսի մաքրում ենք մինչև բերքը, եթե բերքը կարմրել է, բերքի վերևից էլ մաքրում ենք, վերևի ճթի տակի տերևը թողում ենք։ Նայեք, սիրելի հետևորդներ, սա բերքն է, ճթի տակի տերևը սա է։ Անպայման, որ ինքը այս տերևով ինքը սնվի։ Եթե խիտ է, կտրում ենք այս տերևի կեսը։ Այս տերևի կեսը, բայց մենք քանի որ հեռու ենք տանգել, մերը խիտ չի։ Տարի ա եղել որ խիտ ենք դրել, sense ծերերը կտրտել ենք, որ բերք տերևը մնա, բերքը տերևով է մեծանում, տերևը չեղա, բերքը մնում է մանր։ Շատ լավ։ Շատ մարդիկ կտրտում են։ Հա։ Մեզ էլ համոզում են, թե կարա կտրեք, ոչ, սիրելի ժողովուրդ ջան, չկտրեք։ Քանի բերքը չի կարմրել, չի հասել, չկտրեք։ Կտրում եք այն տերևները մինչև բերքը, որտեղ բերքը հասել է։ Չհասած բերքի տերևը չկտրեք։ Սա ձեզ կարևոր խորհուրդ, երկար տարիներ պոմիդոր մշակող գյուղատնտեսից, այսպես ասած։ Ահա, հիմա ինչ տեսնում եք, շվերը մաքրում են։ Իսկ երեկոյան ժամերին առհասարակ որևէ աշխատանք կարելի է կատարել ջերմատանը։ Մենակ խոտ մաքրել։ Միայն խոտերը մաքրել։ Խոտ մաքրել, ոչ մի տերևաթափ, ոչ մի բերքը հավաք, որտեղ ինքը այս մնավ, այս խոնավ ժամանակին ինքը վերքը մնում է, այդ վերքը շուտ սուն գա նստում վերին։ Տեսեք, վերքերը սրանք են, սրանց մասին է խոսքը։ Այս մասը, որ ես արդեն չորանում է, եթե առավոտն են կտրեմ, արևոտ ժամանակ, մինչև իրիկուն ինքը չորանում է։ Քանի որ ինքը ջուրադոս տալի, հա, ցողունը իր հյութը դուրս է տալիս։ Դուրս է տալիս։ Հետո ինքը աստիճանաբար չորանում է շոգ ժամանակ։ Իսկ եթե իրիկուն են կտրեմ մինչև առավոտ ինքը հիվանդություն ունի։ Այստեղից էլ սկսում են հիվանդությունները, դրանց մասին առանձին տեսանյութով իմեջում խոսել եմ։ Եղեք այս տերևները ջարդվի, եթե կոտրվում է, ցանկալի է դուք այդ տերևները մաքրեք հանեք, թե չէ դրանից հիվանդություն ասեն։ Կոտրվում է, չեք մաքրում, մնում է վերքը վրեն։ Հա, այսինքն այստեղ օրինակ հիմա եթե կոտրվել է տերևը, էսի հա, սա պետք է մաքրել։ Ուշադիր պետք է Եվ նաև պետք է ուշադիր լինենք, ինչպես հասկացա, մաքրված տերևները որ չմնան այսպես իր վրա, որտեղ դրանք նույնպես սնկայինի։ Պետք է կողքեր այստեղ տերևներ կան, ավելորդ պետք է մաքրվի։ Այս կա որ ծերերին էլ ալնում, հեսա մաքրել եմ, ես մաքրել եմ։ Հա, տեսեք, բույսի այստեղ այս ծաղիկները երբ որ բռնում են, բերքի շարունակությունը լինում է որ տերևներ կան։ Այսինքն դա լրացուցիչ սնունդը տանում է։ Անպայման, այսինքն պետք է մաքրվի։ Տեսեք։ Նայեք, 1 րոպե, հիմա ես ձեզ ցույց տամ, որ պատկերացնեք։ Շարունակությունով շիվետ մարաջ։ Մենք էսի մաքրում ենք։ Էսա։ Ահա, այստեղ էլ ունենք, նայեք։ Ինքը դաժե շարունակությունով էդի պետք չի։ Չի թողում են բերքաճի, հեսա։ Տեսեք, ամբողջ ծնունդը տանում է, սկսում է նորից ծաղիկ տալ, նորից բան։ Գուցե խափուսիկ լինի, որ մտածեք, ահա նորից բան է տալիս, ելակ է տալիս, ելակ, պոմիդոր է տալիս, բերք է տալիս։ Էսի պետք է մաքրվի։ Այս 6 բերքը հերիք է, շատ է։ Իսկ սա ինչ տեսակի պոմիդոր է։ Ատյան։ Ատյան։ Շատ լավ։ Այսքանը սիրելի հետևորդներ։ Վաղ առավոտ նոր կմաքրեմ։ Տեսեք, առավոտյան նոր պատրաստվում է ջերմոցատերը մաքրել։ Իսկ այս պահին որևէ սրսկումներ, պարարտացումներ։ Ոչ, երեկոյան ժամին ոչ մի բան։ Առհասարակ
Էդի կարան կանենք այն ժամանակ ջուրը, երբ որ եղանակը գիշերը պլյուս 16, 17, 18, որ ջուրն թեկուզ քիչ թողնում ենք, որ ինքը ցանկալի է հողամասը ջրել առավոտը։ Իսկ այսպես պամիդորի համար հողի խոնավությունը ո՞նց է, լավ է։ Նորմալ է, մենք էս 2 օր առաջ ենք ջրել։ Այսինքն հիմա մի հատ հասկանանք, նորմալ ասելով ինչ ենք հասկանում։ Չենք ջրում էսի Նայեք, չի ջրում ենք ժամանակ։ Տեսնում եք, որ հողը սեղմում է, մնում է ձեռքից մեջ, այսինքն հողը դեռ մեջը խոնավություն ունի, Խոնավություն կա, չի դուրս փշրվում էլ է ձեռքից մեջ։ Եղանակը ցուրտ է, խոնավությունը հերիք է իրան, էլի շատ է։ Այսքանը սիրելի հետևորդներ, դե ինչ բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսի բաց չթողնեք հաջորդ տեսանյութերը, իսկ մենք կհանդիպենք, լավ մնացեք։